սա դիտող, ես սիրով ողջունում եմ ձեզ նոր եւ առմա հեռուստաընկերությունների ուղիղ եթերում, միանում եմ մեր ստեղծագործական կազմի բարեմաղթանքներին, որ թող օրը լինի խաղաղ, որ օրը լինի անփորձանք, որ օրը լինի բարի գործերով հագեցած եւ ժպիտով լեցուն։ Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ, շնորհակալություն հայտնում, որ միացել եք մեզ, առաջիկա մոտ 1 ժամը անցկացրեք մեզ հետ եւ այն կլինի հրաշալի օրվա հրաշալի մեկնարկ։ Մենք բոլորս էլ ծովահեններ ենք, որոնք մտածում են կողոպուտ կատարելու մասին, սակայն հոգու խորքում գիտակցում են, որ երբեք չեն կարող ունենալ սեփական նավը, այն նավը, որին արժանանալու իրավունքը ձեռք ենք բերել ջանքերի շնորհիվ, սեփական ջանքերի շնորհիվ։ Այս շատ հետաքրքիր եւ բազմաշերտ եւ ենթատեքստով հարուստ խոսքերը պատկանում են ժամանակակից գրող Հասմիկ Կարապետյանին, ով այսօր հյուրընկալվել է մեր տաղավարում, ում ես սիրով ողջունում եմ։ Բարի լույս, Հասմիկ ջան։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Փառք Աստծո, փորձում ենք այս դժվար օրերում ամուր մնալ, լավ մնալ եւ մեկս մյուսին տալ այն ուժը, որը այսօր յուրաքանչյուրից շատ պետք է։ Համաձայն եմ։ Շնորհակալություն ձեր լուսավոր ներկայության համար։ Եկեք սկսենք զրույցը մեր ձևաչափին հատուկ նախաբանով, ինչպես է սկսվում ձեր առավոտը։ Բազմաթիվ եթերներում եմ դա ասել, որ առավոտը սուրճով է սկսվում, որովհետև գիտեք, առանց սուրճի հնարավոր չի ուղղակի ինչ-որ պլաններ կազմել, այսինքն սուրճը կարծես թե մեր կյանքի ոնց որ երկրորդ մասնիկն է եւ պլանի մեջ ամենաառաջինը իմ առավոտյան այսպես գործընթացում սուրճն է, հետո նոր արդեն մնացած պլանները։ Առավոտը ձեզ մոտ սկսվում է փաստորեն ստաբիլ եւ չի խախտվում։ Իսկ ինչպես է ձեր երեկոները, այ հիմնականում երեկոները կարող են եւ սկսվել եւ ավարտվել գրքերով, գրելով, որովհետեւ ես ավելի շատ հիմնականում երեկոյան եւ գիշերն եմ ստեղծագործում, առավոտյան չգիտեմ, ուզում եմ ճիշտ ասած ինձ սովորեցնել այդպես, որ առավոտյան ստեղծագործեմ, բայց երեկոյան ու գիշերը ավելի կարծես թե եւ մոտ է իմ ստեղծագործական ժանրին, այսինքն թրիլերին, եւ ոգեշնչում է ավելի շատ, օրինակ այդ գիշերային այդ լույսերը, չէ, լուսամփոփները, այդ մեքենաները, մեքենաների ձայնը, չգիտեմ, շատ մանրուքներ կան, որ ինձ ոգեշնչում են ու հենց գիշերային այդ միջավայրն է ինձ ավելի շատ ոգեշնչում։ Առհասարակ ստեղծագործող մարդկանց մոտ երեկոյան ժամերը ավելի նպաստավոր են, այսպես ասած, ստեղծելու, արարելու համար, ձեր պարագայում մասնավորապես թրիլերների բնագավառի մասին է խոսքը, իսկապես որ գիշերը շատ երևի այսպես ուղիղ իմպուլսներ է հաղորդում, որ դուք բացահայտեք։ Այո, հետո առավոտյան ուղեղը ինքը արթնանում է։ Դու ուղեղը երբ արթնանում է, ինքը պետք է մեծ հասկանա որտեղ է, ինչ է սպասվում իրեն, ինչ են անելու այսօր, հա, եթե այսպես ասենք, ու արդեն երեկոյան ինքը կարծես պատրաստ է նոր փորձությունների, հա, փակագծերի մեջ ասած նոր փորձությունների։ Ձեր գիրք գրելու, այսպես ասած, ճանապարհը սկսվել է դեռևս երբ դուք 13 տարեկան էիք։ Հասմիկ ջան, ո՞րն էր ձեր առաջին քայլը եւ ո՞րն էր այդ ժամանակ փոքրիկ Հասմիկի ոգեշնչման աղբյուրը։ Ճիշտ ասած, ծովահենում երբ կարդում ենք, նկատում ենք հեգնանք դժբախտությունների այդ դժբախտ պատմությունները ես հեգնորեն եմ ներկայացնում, ինչ որտեղ ծիծաղալու է, ինչ որտեղ լացելու է, ինչ որտեղ այսպես լուրջ եւ չենք ընդունում եւ լուրջ ենք ընդունում, հա, այդպես է, հետաքրքիր է շատ այդ հեգնական նոտան եւ փոքր ժամանակ ես 13 տարեկան այդ հասակը երբ ինձ ասում են, ես միանգամից պատկերացնում եմ բարի դասընթացները, ես հայկական բարի դասընթացների եմ գնացել, շատ չէի սիրում ընդհանրապես, հա, ես ստիպելով, զորելով էի գնում ու շատը այդ բողոքը արտահայտելու հրաշալի միջոցներ էի փնտրում եւ երաժշտության մեջ էի փնտրում, չգտա, նկարչության մեջ էի փնտրում, չգտա ու հասկացա, որ գրելու մեջ ինձ ավելի լավ եմ զգում ու այդպես սկսեցի փոքրիկ պատմություններով, այսպես փոքրիկ պատմվածքներով արդեն բացվում էի, բայց նշեմ, որ դրանից առաջ ես իմ նոր հրաշալիքում եմ ունեցել փոքրիկ պատմված, կոչվում է Ոսկե աքաղաղը, իրական պատմության հիման վրա է, աքաղաղին քարով խփել էի
ու այդպես հարձակվել էր ինձ վրա, մի քիչ խիզախ քայլ արել, որովհետև այդ խաղաղը շատ չար էր ու ինքը գնում էր հավի կտերներ ուտում, չէր թողնում այդ հավերներ էլի ուտեին։ Այդպես իմ բողոքի ակցիան էի ներկայացնում, հա։ Դա ամենաառաջինը դա եղել, հետո 13-ից արդեն փոքր պատմվածքներով եմ ինձ սկսել հղկել։ Ամեն դեպքում հետաքրքիր է մանկություն եք ունեցել, չեք սիրել պարը, ակաղաղին եք քարով խփել։ Մանկական տրավմաները, մանկական ընդհանրապես հոգեբանական խնդիրները որքանով են այսօր արտահայտվում ձեր գրվածքներում, Հասմիկ ջան։ Հերոսները, իմ հերոսները ընդհանրապես գիտեք ինչպիսին են, իրենց կյանքը իրենք միշտ ուզում են իդեալական կյանք, բայց ճիշտ է, մենք գիտենք, որ իդեալական կյանք ոչ ոք չունի եւ չեք կարող մենք դրան հասնել, բայց ինչ որ մի փոքրիկ մի հատ երազանք կա, որ ես կուզենայի օրինակ այսպես ապրել ու անդադ իրենք ձգտում են ու այդպես էլ չենք հասկանում հասնում են արդյոք թե ոչ ու ծովահենում էլ գլխավոր հերոսին ինքը անդադ ուզում է որ շրջապատված լինի այն մարդկանցով, որոնք անդադ իր կողքին են եղել, անընդհատ իրեն օգնել են, իր մոտիկներ են եղել, բայց մեկը մահանում է, մյուսը ինչ որ անհասկանալի պատճառներով դավաճանում է, այսինքն եւ նա մնում է մենակ, չի ունենում այն, ինչին որ ինքը ձգտում է։ Այդ պատճառով դե գիտենք ծովահենները իրենք ծովի գողերն են, չէ, իրենք ունեն նավ, բայց իրենք գիտեն, որ դա իրենցը չի։ Միևնույնն է, դա իրենցը չի։ Հա, իրենք կողոպտեցին, հա, դա արդեն իրենք են ղեկը վերցրել իրենց ձեռքը, բայց դա դեռ չի նշանակում, որ դա իրենցն է։ Այո, հենց իսկ ո՞րն է իմը։ Սա է հարցը, իսկ ո՞րն է իմը։ Այն, որ քո սեփական ջանքերի միջոցով կարող ես միայն ձեռք բերել, ինչպես խորագրում է ասված։ Այո, բայց գիտեք, բնույթը ծովահենի, այդ նույնիսկ եթե սեփական ջանքերի միջոցով դու կարողանաս ձեռք, դու միևնույն էլի գողանալու միջոցով ես դա անելու, որովհետև ծովահենն այլ կերպ չի կարող, չէ՞, ծովահեններն այդպիսին են։ Եթե մենք խոսենք խաղաղ նավավարի մասին, որը առևտրային նպատակներով է իր նավը օգտագործում, հա, դա կարող ենք իրենը համարել, բայց ծովահենը ինքը մի փոքր այլ երևույթ է, այլ բնույթ է ու այդ բնույթին շատ է դուր գալիս, այդ պատճառով որոշեցի, որ պետք է այսպես այլաբանորեն նաև դա ներկայացնեմ։ Հետաքրքիր մարդ ես դու շատ։ Շնորհակալ։ Հասմիկ, ծովահեն թրիլեր դրաման տպագրվել է 2021 թվականին եւ գրեթե ամբողջությամբ վաճառվել է։ Այո։ Սա բավականին լավ ցուցիչ է։ Հա, ես էլ եմ ճիշտ ասած շատ ուրախ, որովհետեւ չէի պատկերացնի, որ արդեն 1 տարի, 2 տարի համարյա կանցնի ու կան, չէ, այդպես որ մի 2-3 օրինակ մնում են, չէ, ինչ որ մի գրախ այդպես գնում ես, տեսնում ես քո գիրքը այնտեղ դրված է, բայց շատ արագ վաճառվեց, ես շատ ուրախ եմ, իդեպ ես վաճառողներից, գրավաճառներից եմ հարցրել, թե ովքեր են հիմնականում գնում, դե մի քանի մարդիկ կան, որոնք ինձ ճանաչում են ու ես իրենց խնդրել եմ, որ ով գնի, խնդրում եմ անպայման հիշեք, ինձ կասեք ով եք ու հիմնականում են թինեյջերները, հա, ավելի շատ, այսպես եթե ասենք, իրենք են գնել ու եթե անկեղծ ասեմ, այստեղ թինեյջերներին մոտ հասկացողություն էլ կա գրքի մեջ։ Ինձ թվում է այդ պատճառով իրենց ավելի է ձգել, որովհետև չեմ կարծում, որ 40-50 տարեկանը այս գիրքը կկարդա ու կհասկանա։ Բայց ես ուզում եմ կարդալ այս գիրքը։ Մանավանդ որ կարծեմ թե սա ինն է, ինչքան հասկացա, չէ՞։ Այո։ Ես էլ եմ կարդալու այս գիրքը, չնայած ես քո ասած տարիքային ցենզի մեջ եմ մտնում, ամեն դեպքում սա նախատեսված է դեռահասային տարիքի համար, հա։ Բայց 40-50 տարեկանը ես փորձը արդեն ունեմ, հասկացել եմ, որ իրեն կարծում են, հա, դե հիմա աղջիկա, դե կարող է մի քիչ այլ կերպ, այդ հեգնանքը ինձ դուր չեկավ, ինչի համար ես ծաղրում, այսինքն իրենք այդ բնույթը չեն հասկացել։ Բայց դու պետք է պատրաստ լինես տարբեր լսարանների, տարբեր սպառողների, այո, քննադատությունները, այո, ես միշտ ընդունում եմ եւ միշտ դասեր եմ քաղում, թե ինչպես պետք է լինի, ինչպես չէ, հա, այդ պատճառով ես ընդունում եմ քննադատությունը։ Այո, առողջ քննադատությունը համենայն դեպս միանշանակ գործի կեսն է, հաջողության, առաջընթացի կեսն է։ Այո։ Հասմիկ ջան, ինչու թրիլեր։ Շատ եմ սիրում այդ ժանրը, ես ավարտել եմ սցենարադրամատուրգիական ֆակուլտետը եւ այնտեղ մենք որ հաստատությունից Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ
Եվ երբ մենք ֆիլմեր էինք վերլուծում այնտեղ, ես հիմնականում գնում էի Տարանտինո, գնում էի թրիլեր ժանրի, սարսափ ժանրի ռեժիսորների հետքերով, ինձ շատ են գրավում իրենք եւ ես այսպես միանշանակ որոշել եմ, որ պետք է այդ ժանրի մեջ ստեղծագործեմ։ Թրիլեր վիպակները շատ քիչ են մեզ մոտ, որովհետեւ դե գիտենք, թրիլերը ինքն շատ հակված է ֆիլմին, քան թե գրական ժանրին, բայց շատ հետաքրքիր է, երբ դու կարդում ես տողը ու սիրտդ սկսում է արագ խփել, դու հասկանում ես, որ հիմա մի բան լինելու է։ Այսինքն ոնց որ մենք ֆիլմում ենք, չէ՞։ Այո։ Դա նա ոնց որ այդ ֆիլմը գրքի մեջ լինի։ Դա է շատ հետաքրքիր։ Այո։ Ստիվեն Կինգի օրինակը, եթե տեսնեք, Ստիվեն Կինգի մոտ էլ կա դա ու ինձ դա շատ է սասպենս ենք անվանում նաև Հիչկոկի մեր վարպետ Հիչկոկի թեզիսն է, շատ հետաքրքիր է եւ ես չեմ ուզում շարունակեմ այս ժանրով, որովհետեւ ինձ հոգեհարազատ է, ինձ հարազատ է այս ժանրը։ Եվ սա հարազատ է եղել քեզ դեռ մինչև ուսանողական տարիները, թե արդեն ուսանողական տարիներին այդպես ամրապնդվեց։ Դե որ ասեմ, օրինակ 20-ում ես այդ ժանրը հասկանում էի, չէ, որովհետև բարդ ժանր է շատ։ Բարդ ժանր է, չէ, իրականում շատ։ Այո, իր մեջ կա դրամա, իր մեջ կա կոմեդիա, այո, հասկանալ։ Ես չէի հասկանում, ես չգիտեի, ես դեռ ինչ ժանրի մեջ եմ ստեղծագ, մոլորված էի։ Բայց 22-23 այդ տարիքային շրջանում արդեն ես հասկացա, որ վերջ թրիլերն է իմը, այսինքն այդ բակալավրիատի տարիներից, հա, այսպես ասենք, որովհետև դե կինոյին մոտեցա ու արդեն նաև ինչու՞ չէ գրականությանն էլ էի կամաց մոտենում էի։ Հասմիկ, իսկ ով է մագիստրոսը քո համար Տարանտինոն, այդ ժանրում հեղինակությունը, այդ ժանրում Տարանտինոն, հա, ես մոլի երկրպագու եմ Տարանտինոյի, ես ինքը վարպետ է, այսպես ասեմ, եւ վարպետներին շատ քիչ են հասկանում։ Իհարկե։ Իրեն կարծում եմ Հոլիվուդը այդքան շատ չի հասկանում, իր ժանրը չի հասկանում, որովհետեւ Հոլիվուդը ինքը ռուսերեն է շատ պատստրայվետ ռեժիսորին, իրենց հարմարվում է։ Հա, էլի։ Իսկ Տարանտինոն ինքը այդպեսին չի, ինքը ընդվզող ռեժիսոր է, այո։ Իսկ դու շատ մեծ հաշվով Տարանտինոյին առանձնապես չի անհանգստացնում, որ Հոլիվուդը։ Սա արդեն վեպեր գրել, ասում եմ վերջ։ Ես սկսում եմ վեպեր գրել։ Իսկ դու կա հետագայում նաև վեպ գրելու այսպես ցանկություն։ Այո, քեզ մոտ։ Գիտեք, ունեի մի հրաշալի դասախոս, որ ասում էր, վեպը չի կարելի գրել, երբ դու 20-ի մեջ ես, այսինքն 30-ից հետո գրում։ Ես այն ժամանակ չէի հասկանում ինչի, հիմա հասկացա արդեն, որովհետև կյանքի փորձ է պետք վեպի համար։ Վիպակը ինքը մի քիչ ուրիշ է։ Իսկ վեպը ինքը ավելի շատ, եթե դու վեպում միայն թրիլեր լինի, մի փոքր ձանձրալի կլինի, որովհետև լավ, դե հասկացանք, լավ, վախացրեցիր, հետոն ենք ուզում։ Այդ հետոն արդեն այդ կյանքի փորձից պետք է, չէ, գրես։ Ու ես չունեմ դեռ այդքան կյանքի փորձ, այդ պատճառով վեպը երևի թե թողնեմ հետոին։ Իսկ հաջորդ գիրքս, որը շուտով արդեն լույս կընծայվի, հոգեբանական թրիլեր է լինելու, արդեն կնոջ թեման է շոշափվելու, դավաճանության թեման է շոշափվելու, կա նաև Դրակուլայի գաղափարախոսությունը, մենք գիտենք, որ Դրակուլան ինքը երբ սիրահարվում է, ինչ անում, դուրս է գալիս իր դագաղից, այսինքն սերը իրեն դուրս է հանում իր դագաղից, իր ապրելակերպն է փոխում, բայց ինձ մոտ լինելու է հակառակը, երբ կնոջ մոտ չկա սեր, ինչպիսին նա կարող է դառնալ, նա կարող է արդյոք դառնալ այ հենց այդ Դրակուլան, եթե չկա կնոջ մոտ, եթե կնոջ մոտ պակասում է այդ սերը, ու հիմնականում այդ դավաճանությունը ներծծում է, հա, այդ սերը, առանց սիրո է կինը մնում, ինչքան վտանգավոր կարող է լինել կինը, երբ սեր չունենա, հա, այդ թեման, այո, այդ թեման ինչ, չգիտեմ, շատ է գրավել ու ես ուզում եմ այդ թեմայով գրել։ Ես քեզ եթերից հետո իհարկե 1-2 խորհուրդ կտամ, նայած թե որ տարիքին է պատկանում քո հերոսուհին։ Ինչ արժե համակարգ է կրում քո հերոսուհին, որովհետև կա մի տարիք, երբ կինը կարող է ինքը ստեղծել այդ սերը իր մեջ, իր շրջապատում, մենք դա եթերից հետո կխոսենք։ Վերադառնանք նորից ծովահենին, հա։ Վիպակի հիմքում դավաճանությունն է։
սպանությունը, թրիլերին հարիր գործողություններն ու իրադարձությունները։ Հասմիկ ջան, արդյոք մենք հիմա ավելի շատ սիրո կարիք չունենք, ինչպես վայրկյաններ առաջ դու նշեցիր, քան թե սարսափի։ Վիպակում սարսափ, որ ասեմ, այդպես շատ կա, չէ։ Ընդհանրապես կան արյունոտ տեսարաններ, որոնք հարիր են այդ ժանրին, բայց մեր գլխավոր հերոսուհին ինքը ծովահեն է դառնում նախ նրա համար, որ իր սիրուն կորցնում է, սպանում են իր սիրած տղային, եւ ինքը որոշում է նախ հասկանալ, թե ով է սպանել, եւ այդ հասկանալու այդ ընթացքում այդ արյունոտ տեսաններն է ստեղծվում։ Բայց այստեղ այդ շարժիչ ուժը սերն է, ոչ թե այն, որ իմ գլխավոր հերոսին չապրեց այնպես, ինչպես որ նա էր ուզում եւ վերջնադարձավ խռովարար ու սկսեց բոլորին հերթով մորթել, չէ։ Սերը իր սերը մահացել էր ու նա փորձում էր պարզել ով է դա արել, այսինքն ոչ թե մահացել էր, այլ սպանել էին ու նա փորձում էր հասկանալ ով է դա եւ պարզում է, որ իր մոտ ընկերն էր դա արել։ Այդ դավաճանությունն էլ է գալիս եւ պատկերացրեք այսքան հարվածից հետո ելով չի դառնա ծովահեն, բայց ամենավերջում ես որոշել էի, որ իրեն կթողնեի այդ ծովահենի կարգավիճակի մեջ, հետո հասկացա, որ չէ, ավելի լավ է հանդարտեցնեմ գլխավոր հերոսուս կյանքը, թող happy end լինի։ Բայց happy end-ն էլ զոհաբերություն է պահանջում, չէ՞, միշտ այդպես է, եւ մահանում է իր այդ մոտ ընկերը, որը որ իրեն դավաճանել էր եւ սպանել էր իր սիրած տղամարդուն։ Այստեղ մի փոքր խառն է, ճիշտ ասած, բայց ընդհանուր հասկացողությունը սա է։ Իսկ ո՞րն է պատմության նպատակը, գրքի նպատակը։ Գրքի նպատակը երբեք չհանձնվելն է, ես միշտ եմ սա ասել, մենք ունենում ենք շատ հարվածներ, Աստված մեզ տալիս է շատ փորձություններ, որոնք որ մենք պետք է հաղթահարենք, եւ երբ մարդ չի հաղթահարում, շատ վատ հետևանքներ է լինում, կարող է իրեն չլինել այդ վատ հետևանքները, բայց կարող է այդ վատ հետևանքները իր շուրջը լինել։ Եվ մարդ սկսում է չարանալ, սա ամենակարևորն է, որ երբ դու անցնես փորձությունների միջով, դուրս գաս այդ փորձությունների միջից մաքրված, լույսերի մեջ դուրս գաս, ոչ թե որ ավելի խռովարար դառնաս եւ ավելի նեղանաս կյանքից։ Այդ պատճառով գրքում այդ չհանձնվելու գաղափարն է, որովհետև Էնջելը կարող էր չասել լավ, դե սպանեցին, ինչ կարող եմ անել։ Էնջելը հերոսուհան։ Այո, մականուններով է գրքի մեջ, անուններ չկան, այստեղ մականուններ է, ես սիրում եմ մի փոքր այդպես մի փոքր ինքը քրեական մոտիվներով մոտեցել, հա, շատ եմ սիրում այդ խառնուրդը եւ որոշեցի, որ եթե հերոսները պետք է հետաքրքիր լինեն, թող իրենց անուններն էլ հետաքրքիր լինեն եւ ունեք ունեմ մի հերոս, կոչվում է իր անունը հարբեցող է, բայց նա ընդհանրապես չի խմում։ Նա ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում, այսինքն այս գրոտեսկային տարրերը կան։ Եվ վիպակի հիմքում ամենակարևորը ինձ համար այդ չհանձնվելն էր, որովհետև կրկնում եմ, իմ հերոսին կարող էր ասել, դե ես ոչինչ չեմ կարող անել, սա ինչ որ կրիմինալ, ինչ որ բաներ կան, ես չեմ կարող, բայց չէ, նա որոշեց, որ պիտի հասկանա ով է արել եւ ով է իրեն զրկել այդ սիրուց, որից հետո նա դարձավ ծովահեն, ինչու ամենակարևորը։ Հետաքրքիր է, այսինքն դու խոսում ես շատ բարոյական արժեքների մասին, սարսափ ժանրի միջոցով։ Այո։ Եվ սա շատ համարձակ, հետաքրքիր եւ ինչ ասեմ, երիտասարդական ավյունով, համենայն դեպս առաջին հայացքից երբ ինձ ասում են, որ սարսափ ժանր, դա ինձ հետաքրքիր չի, որովհետեւ մտածում եմ պրիմիտիվ է կամ բան չկա նայելու իրականում։ Ամերիկյան կինոինդուստրիան է մեզ այդպես պրիմիտիվ ներկայացրել։ Կան սարսափ ֆիլմեր, որոնք շատ հետաքրքիր են եւ խորքային ասելիք ունեն, փիլիսոփայական նույնիսկ փիլիսոփայական տարեր ունեն, շատ հետաքրքիր են նայելը եւ անընդհատ ես ուզում նայես ու ամենակարևորը որ սարսափներից չվախենաս։ Գիտեք դա կա։ Եվ գիտեք սարսափ հերոսները, երբ ես ուսումնասիրում էի այդ ժանրը, սարսափ հերոսները օրինակ Դրակուլան ստեղծվել էր այն պատճառով, որ Ամերիկայում համաճարակը շատացել էր, այսինքն համաճարակ էր։ Ջեյսոն Վուրխեսը ինքը գիտեք,
այդ կերպարին նա հիմնականում թեր զարգացած էր, չէ՞, այդ հերոսը, այդ վատ հերոսը թեր զարգացած էր եւ սա խորհրդանշում է հիվանդությունները մարդկանց, ուղեղային հիվանդությունները, այսինքն այս վատ հերոսները իրենք խորհրդանշում են հիվանդությունները եւ կատաստրոֆաները, այսինքն եթե զոմբիները իրենք որ շրջակա միջավայրը աղտոտված է, չէ՞, զոմբիները իրենք չգիտեն, չէ՞, իրենք ինչ են ուտում, իրենք կարող են զիբիլ աղբ ուտել ու հա Այսինքն այս խոհափիլիսոփայությունն է շատ հետաքրքիր, բայց ամերիկյան կինոինդուստրիան մի փոքր իհարկե դե էքշն բան չէ, այդ ամեն ինչը ասած վախենալ մի փոքր այս կողմն է հատվել։ Արտաքին բովանդականի վրա է գնացել, բովանդակային մի քիչ ստվերվել է։ Ուսումնասիրում ենք նման հետաքրքիր տարեր կան, որ կարելի է օգտագործել գրականության եւ կինոյի մեջ, ինչու՞ չէ։ Եվ ինչու ոչ կարելի է նաև գնալ բեմական տիրույթ։ Այո, այո։ Կեցես դու։ Դու ուզում ես նաև ներկայացնել Ծովահենի բեմադրությունը, արդյոք դու ես այն դարձնելու պիես, թե վստահելու ես ուրիշին։ Այո, ես այն արդեն դարձրել եմ պիես, քանի որ իմ ռեժիսորը երկրում չէր, այդ պատճառով մի փոքր հետաձգվում է, բայց այն որ արդեն ամեն ինչ պատրաստ է, մնում է որ ինչ որ փորձեր անենք եւ արդեն կներկայացնենք հանդիսատեսին, փակագծերի չեմ բացի, բայց ասեմ, որ կա այդ թրիլեր տարերը կան եւ բեմում շատ հետո գիտեք հանդիսատեսի հետ ուղիղ կապ կա եւ այդ ուղիղ կապը ես կարող եմ նայել օրինակ երբ խոսում եմ գլխավոր հերոսին, ես նայեմ հանդիսատեսին, տեսնեմ իրենք ինչ են զգում այդ ժամանակ իրենց դեմքի արտահայտությունը ինչպիսին է, երբ իմ գլխավոր հերոսին իր հույզերից է խոսում, երբ իմ գլխավոր հերոսին ներկայացնում է, թե ինչու ինքը չապրեց այնպես, ինչպես որ ինքը ուզում էր։ Եվ հանդիսատեսի միջոցով ես դա ընթերցողը հա ինքը կարող է կարդալ, գալ քեզ պատմել իր կարծիքը ասել, բայց հանդիսատեսինը մի փոքր ուշ է ինձ անդադ ասում են ինչու ֆիլմ չես նկարում, ինչու ֆիլմը ինքը մի փոքր ժամանակատար է եւ ես չէի ուզենա ֆիլմ լինել։ Այդ պատճառով ես որոշեցի, որ թատրոն պետք է գնա ու ոչ մեկ չէր սպասում նման որոշման, բայց իմ որոշումը հաստատ է։ Դրամատուրգիական տարբերակը պատրաստ է արդեն։ Այո, արդեն պատրաստ է։ Եվ 2023-ին Աստված առաջ այն արդեն կդառնա պիեսը կդառնա ներկայացում։ Այո։ Իմ հյուրն էր լուսավոր աչքերով մի աղջիկ, ով աշխարհը տեսնում է շատ յուրահովի, ինքնատիպ եւ նույնիսկ սարսափ ժանրը այնքան բարի եւ այնքան այդպես թարմ եւ գրավիչ է ներկայացնում։ Ցավոք չեմ կարող առաջարկել գիրքը գնել, այդ դեպքում ուղղակի խորհուրդ կտանք հետևել Հասմիկ Կարապետյանին եւ հասկանալ, թե մյուս տարի ինչպես կարելի է դիտել այս գեղեցիկ պատմության արդեն բեմականացված ձևաչափը։ Շնորհակալություն սիրելի Հասմիկ։ Ես եմ շնորհակալ։ Քեզ մաղթում եմ ամենայն հաջողություններ եւ թող տա Աստված, որ աշխարհի սարսափը լինի միայն ու միայն քո աչքերում, քո պատկերներում։ Ես շնորհակալություն եմ հայտնում White Store խանութ սրահին իմ այսօրվա հետաքրքիր ինքնատիպ հանդերձանքը ապահովելու եւ տրամադրելու համար։ Շնորհակալություն ձեզ, որ մեզ հետ եք, շարունակեք այդ գործով զբաղվել, շարունակեք մնալ մեզ հետ։ Ձեր էկրաններին բարի լույսն է, մենք կվերադառնանք գովազդային դադարից հետո։